Հարգելի ներկաներ, այսօր ավարտել ենք մեր նախագծային աշխատանքը, որը կրում էր քարտեզագրելով Հովհաննես Թումանյանի ուղի մեծ բանաստեղծի աշխարհագրական ոգեշնչումը խորագիրը։ Նախագծի ընթացքում սահմանել ենք նաև նպատակներ, որոնք հիմա կներկայացնենք ձեզ։ Քննարկել թե ինչ դեր է ունեցել Թումանյանի ստեղծագործության եւ ժառանգության վրա բնությունը եւ տեղանքը։ Զարգացնել քարտեզագրելու, վերլուծելու եւ համադրելու հմտությունները։ Դինամիկ կերպով ներկայացնել Թումանյանին ինչպես գրական, այնպես էլ հասարակական, լեզվաբանական ու թարգմանչական նյութերը։ Ստեղծել ենք հոդված քարտեզ, որը իրենից ներկայացնում է Հովհաննես Թումանյանի ժառանգությունը օգտվելով աշխարհացույց հարթակի գործիքակազմից։ Ինչու հենց Հովհաննես Թումանյան։ Ընտրել ենք ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանին, քանի որ մենք մեծացել ենք նրա բանաստեղծությունների եւ հեքիաթների ներքո եւ Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունները մեր կյանքի մշտակյաց ուղեկիցն են։ Որպես վերջացանք տպագրել ենք նաև գրքույկ, որտեղ զետեղել ենք Հովհաննես Թումանյանի որոշ ստեղծագործությունների վերլուծություններ։ Աշխատանքի ընթացքում սովորել ենք պատրաստել փիներ, դինամիկ սկրինշոթեր, պատրաստել ցուցադրություն ըստ մեր ստեղծած տեսանյութի։ Դասը ստեղծելու ընթացքում բեմադրել եւ նկարահանել ենք մեկ հատված անուշ ֆորմից։ Այցելել ենք Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը Դսեղում, ունեցել ենք հարցազրույց Գիգոր դերակատարի հետ։ Գիգոր դերակատարի ուղեկցությամբ մենք այցելել ենք Բարձրակաճ եկեղեցի, իսկ անուշ պոեմի հատվածը նկարահանել ենք Դսեղում։ Այցելել ենք նաև Վանաձորի Մկրտիչ Սարգսյանի անվան գրադարան, որտեղ փոխտնօրեն Տաթև Աղաբաբյանը մեզ ներկայացրեց Թումանյանի կյանքի եւ ստեղծագործությունների մասին այնպիսի տեղեկություններ, որոնք չեն գտնի համացանցում։ Աշխատելու ընթացքում եղել են նաև դժվարություններ, սակայն ամենադժվարը մեծածավալ նյութի համակարգելը եւ մշակելն էր։ Մեծ ուսումնասիրություն ենք կատարել աշխարհագրական դիրքի մասին։ Ձեռբերումներից մեկն էլ համարում ենք աշխարհացույցի մեծ թիմին մասնակից լինելու։ Պատրաստել ենք նաև պաստառ եւ հուշանվեր Գանձարյանին նվիրելու համար։